Նույն ջրհեղեղից վնասվել էր երկաթուղին, շատ լրջորեն։ Դա ռուսների կառավարման տակ էր, 20 օրում սարքեցին, 13 ամիս է անցել, դուք ինչ եք արել։ Կոնկրետ հաշվետվություն տվեք։ Գյուղ ոլորտով զբաղվող Պապոյանը թող հաշվետվություն տա, ինչ է արել իր ոլորտում, տարածքային կառավարումը, շրջակա միջավայրի նախարարը։ Հələ գնացեք հարցրեք, քանի օք է փոխհատուցումը լրիվ տեղ հասել։ Ու սրանց օրոք հիմա էլ կարկուտ ու փոթորիկ։ Ու երբ կարկտից 100%-անոց բերքը կորցրածը բողոքում է, որ վարկեր է վերցրել, վնասներ է կրել, պահանջում է փոխհատուցում, հիշում եմ նույն ջրհեղեղից վնաս կրածներին։ 100 տնտեսվարող 150 միլիոն դրամ ընդհանուր վարկի տակ էր մնացել, որ չէր կարողանում փակել, որովհետև ամբողջությամբ վնաս էր կրել։ Կառավարությունը ոչ թե ջրեց այդ վարկերը, այլ 1 տարի երկարաձգեց։ Նույն կառավարությունը, որ մեկ որոշմամբ 3 միլիարդ դրամ փոշիացնում է, իր հպարտ հարկատուների համար 150 միլիոն դրամ խնայում է։ Այդ 1 տարվա մեջ սրանք 1.5 միլիարդ դոլարով ավելացրել են պետական պարտքը, բայց 400,000 դոլար չեն տվել աղետից տուժածներին, որ ոտքի կանգնեն, չեն ջրել այդ վարկերը։ Դրա համար Ժորժ ջան, չգիտեմ, այս նոր աղետից տուժածների ճակատագիրը ինչ է լինելու։